Գիտեք, այս վերջի ժամանակները մեր երկրի գավաճան, չեմ ուզում ասեմ ղեկավարությունը, որտեղ իրենց ղեկավար չեմ ճանաչում, այն կառույցը, որը այսօր երկրում զավթել է իշխանությունը, սկսել է շատ լավ քննարկել միջազգային հարաբերությունները, թե մենք ինչ հարաբերություններ պետք է ունենանք եւ այլն։ Եվ գիտեք, sense որ լսում ես, շատ ճիշտ բաներ է, ոնց որ թե ասվում։ Մենք ուզում ենք դիվերսիֆիկացնենք անվտանգությունը։ Մենք ուզում ենք համընդելնենք։ Մենք ռազմավարական պայմանագրեր ունենք Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ամերիկայի եւ այլ։ Միտումնավոր ձեզ մցնում են թուրիմացիան մեջ։ Ոչ մի իր կողմից թվարկված պայմանագրերի մեջ, այսպես կոչված ռազմավարական գոյություն չունի Հայաստանի անվտանգության մասին ոչ մի խոսք։ Գոյություն չունի ոչ մի բառ, որ պետք է մեզ։ Ընդամենը գրած է, որ մենք պետք է ռազմավարական այսպես, չգիտեմ, համագործակցենք, այս անենք, այն անենք, բայց ոչ մի բան, որը որ մեզ հետաքրքիր է, մեր անվտանգությանը, մեր էկոնոմիկային եւ այլ, ոչ մի նախադասություն չկա։ Մենք ունենք մեկ պայմանագիր, դա Ռուսաստանի Դաշնության հետ է, որտեղ հստակ գրված է ռուսական կողմի պարտավորությունները եւ հայկական կողմի պարտավորությունները։ Եվ հիմա նստել հեքիաթ պատմել, ես զարմանում եմ։ Բացի դրանից, ասում եմ մենք չպետք է կողմնորոշվենք ինչ որ, ասենք, արևմուտքի կամ արևելքի վրա։ Մենք պետք է լինենք անկախ։ Շատ լավ, շատ ճիշտ բառեր է։ Բայց կներեք, այսօր, երբ որ արևմուտքն ու արևելքը գտնվում են փաստացի պատերազմական հարաբերությունների մեջ, մենք չենք կարող համ նրանց հետ լավ լինենք, համ սրանց հետ լավ լինենք։ Էդ էլ է խաբեբայություն ու լավ հասկացվում է դա, որտեղ ասում դե մենք փոքր պետություն ենք, մենք չենք կարող ասենք միջնորդ լինենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Իրանի։ Այս հասկացվում է դա։ Այս միտումնավոր սուտ է։ Բացի դրանից, մենք շանս չունենք գնանք դառնանք եվրոպական երկիր։ Մոտակա 50 տարում։ Չգիտեմ հետո ոնց կլինի, բայց ես կարծում եմ вообще շանս չունենք։ Ուղղակի չունենք։ Գիտեք, հելնել ասել մենք գնում ենք Եվրոպա, ու բոլորս դրան սկսեցինք միավորվել դե լոզունգի շուրջ ու գնալ դեպի մեր բանով վիրտուալ ձևով դեպի Եվրոպա։ Իրական ոչ մի բան չկա։ Ռուսական կողմը ասում է պայման է դնում, ասում է կամ իմ հետ պետք է լինես, մյուսների հետ չպետք է լինես։ Երկու օր առաջ նույն բանը հայտարարեց Բրյուսելը, ասեց կամ պետք է վիզա մտցնես ռուսների հետ, այս կամ դի ռուսների հետ լինես, կամ իմ հետ։ Ես նորից եմ բոլորիդ ուզում բացատրեմ։ Ցավոք սրտի, մենք չենք ընտրողը։ Ես էլ եմ կողմնակից, գիտեք, sense մի հատ երգիր լինենք, որ սաղի հետ լավ լինենք։ Արևմուտք կլինի, արևելք կլինի, մենք սաղի հետ լավ լինենք։ Բայց ցավոք սրտի մենք չենք որոշ։ Ես էլ կուզեմ, որ մեր կներեք, մեր կոնյակը վաճառվի եւ Ռուսաստանում, եւ Ֆրանսիայում, եւ Լոնդոնում, եւ Միացյալ Նահանգներում։ Ով չուզի որ։ Դե գիժ լնես որ չուզես։ Ցանկությունը լավ բան է, ձգտումը լավ բան է, բայց իրողությունը պետք է տարբերես երազանքներից։ Եկեք մի լսեք այդ խաբեբային։ Ինքը ասում է այն բառերը, որը որ ձեզ դուր է գալի։ Դուք դրան հավատում եք ու հետևից գնում եք։ Գնում եք անդունդ, ինքը մի խնդիր ունի, պահի իր աթոռը։ Որովհետև հենց այդ աթոռից դուրս եկավ այդ դավաճանը։ Նույնիսկ Նաստրադամուս երևի չկարան ասի իր հետ ինչ կարա լինի։ Ու չի կարա մի մարդ ունենա բարեկամական հարաբերություններ որևէ մեկի երկրի հետ, եթե նա չունի անձնական ընկեր։ Ասեք ընկերոջ անունը։ Այդքան բան։
Ունենք գիտեինք ընդ Սերժ Սարգսյանի ընկերը ով է, Ռոբերտ Քոչյանի ընկերը ով է, Լևոն Տեր-Պետրոսյանի ընկերը ով է։ Տվեք այդ անունը։ Նոր կհասկանաք, որ մենք չենք կարող ունենանք նորմալ հարաբերություններ ոչ մի երկրի հետ։ Նման ղեկավարության դեպքում։ Մեր այդտեղ եք, մենք ինչ ասեմ, քանի իր հետ եք, սպասեք։ Տեսեք ինչ կլինի, լոլիկը ով կուտի մեր, ծիրանը մերով կուտի, կոնյակը ով կխմի։ Գազի գինն էլ ինչ կլինի։ Զարմանում եմ ձեր բոլորի վրա։ Ոնց եք հավատում այդ հեքիաթներին, նորից եմ ասում, հեքիաթը ինչով է լավ, որ մարդ հավատում է։ Հեքիաթն ինչով է լավ, որոնց քո երազանքներն է նկարագրած։ Հեքիաթի մեջ միշտ բարին է հաղթում, բայց դա հեքիաթ է։ 40 տարի եվրейներին մայիսերն էր խափում այդ բանով տանում էր այդ անապատով։ Ասում էր հեսա լավ կլինի։ Վերջը այն ասճանի, որ սովից սկսեց մեռնել այդ ժողովուրդը։ Հետո հեքիաթ մտածին, ասին ամպերից ծմերուկ էր ընկնում, բդերով իրանք ուտում էին եւ այլն։ Հիմա դենա։ Ֆրսնում ածես անապատով։ Բայց ամպերից պոնչիկներ չսպասեք։